Բայց ինչպես բոլորս էլ գիտենք, այդ խավը, որ այս պլանը առաջ է տանում, փողոցում ժողովուրդ չունի, այսինքն հենց հիմա եթե վաղը հանրահավաք հայտարարի, ասեք եկեք գնանք իշխանափոխության, հանրահավաք ենք անելու, ես չեմ կարծում մի 2-300 հոգու կարողանան փողոցում հավաքել եւ փորձեն իշխանափոխություն անել։ Հետևաբար իրենց մշակած այդ իմպիչմենտի պլանի համար իրենք կարիք ունեն փողոցում ժողովրդի, որ զոմբիացած կգա քաղաքվի ազգային ժողովի դիմաց եւ կկատարի իրենց պլանները եւ հետո այդ ժողովրդին ներկայացնելով որպես փողոցային ճնշում իրանք պիտի փորձեն վախեցնել քպական պատգամավորներին իբր իրենց կարճ խելքով եւ նրանցից ստորագրություններ կորսեն։ Այստեղ է որ Երևանա գալիս դոկի դերակատարությունը։ Դոկ մարդ, որը արդեն մի քանի անգամ լավապես իր ծառայությունը մատուցել է Նիկոլին, պատերազմից հետո հրապարակ իջնելով ժողովրդին պահել է թմբրի մեջ իր հայոյանքներով, մեկ Նիկոլին հարվածելով, մեկ մյուսներին հայոյելով, կարողացել է մի հսկայական լսարան իր շուրջ հավաքի դժբախտաբար իր հայոյանքների շնորհիվ եւ ունի զոմբիացած մի հասարակություն, որոնց կարողանում է ժամանակի պետք եղած պահին այստեղից այնտեղ քշել։ Միայն ուզեմ ձեզ մոտ հիշեցնել 2022 թվականի ընդդիմադրության շարժման այդ ավարտին էր արդեն սեպտեմբերի 13-14-ին էր որ հարձակում էր եղել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա, այդ գիշեր ով դոգի ասած խորհրդով էր կամ հորդորով էր որ ժողովուրդը գնաց հավաքվեց ազգային ժողովի դիմաց, այն ժամանակ իմպիչմենտի գործընթացի պահանջ սկսեցին բարձրացնել, բոլորն էլ գիտեին որ հասունացած չի այդ պահը հնարավոր չի, բայց կանգնեցին պետք է իմպիչմենտ անել, իդեպ այդ օրը բեմի վրա հենց այն մարդներ կանգնած ով հիմա որպես տեխնացուի խորհրդական են տեխնացու են ներկայացնում իրեն, իհարկե այդ օրը ժողովուրդը իրեն սուլոցներով ցած իջեցրեց, բայց ամեն դեպքում այդ օրը բեմի վրա նաև նման մարդիկ էին կանգնած։ Եվ կարողացավ այդ գործն անել, դոկը տարավ լցրեց եւ այդ իմպիչմենտի նախագիծը ձախողեցնելով, նաեւ գործընթացը ընդդիմությանը բոյկոտը բանը դրանք որ կային ձախողեցնելով օգնեց իշխանություններին։ Երկրորդ անգամ իշխանություններին օգնեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այն ժամանակ հարվածելով Մայր Հայաստան դաշինքի մյուսներին, ովքեր կարողացել էին Տավինյանից ձայներ կորզել, թույլ չտալ որպեսզի ԿՊ-ն կարողանա Երևանում մեծամասնություն ապահովի եւ կարողանա միանձնյա քաղաքապետ նշանակի, տեսանք էլի այդտեղ դոգը Երևանի չէ, վերջի վարկյանում քվորում ապահովեց Երևանի ավագանու համար եւ օգնեց որպեսզի Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ, որից հետո հիմա պիտի տեսեք նույն բունի վրա սկսում են նաև այդ Երևանի քաղաքապետարանի ընտրություններ, արված դակարն է, բա տեսակ այդտեղ էլ դուք պարտվեցիք, մոռանում են որ այդտեղ դոգը ինչ գործնեություն ուներ։ Իսկ վերջինը մի քանի մոտապես ուղիղ այսօր մարտի 8-ն է, մոտապես 1 ամիս մի քանի օր առաջ էր, որ Ղարի Բաբայանի այդ դեպքը տեղի ունեցավ, իսկ ասում եմ այդ ամեն ինչը մի հատ սոնդաժ է, որ հասկանան դոգը արդյոք դեռ ունի այդ լսարանը ժողովրդին փողոց բերելով կգա փողոց եւ տեսան որ այո ստացվեց այդ գիշեր էլ դոգն էր հիմնականում ժողովրդին հորդորեց գնացեք անվտանգության ծառայության այդտեղ հավաքվեք պահանջեք Ղարի Բաբայանի ազատ արձակվել եւ ժողովուրդը գնաց կանգնեց եւ արեց եւ իրենք հավատացած են հավաքիվան գուցե շարունակում են դեռ հավատացած մնալ որ կա մի հատ զոմբիացած հասարակություն դոգի լիդերությամբ որը ցանկացած պահի դրանց կարող են փողոց դուրս բերել եւ դրանց ուղղորդելով հասնել իրենց նպատակին։ Ես հստակ եմ ձեզ ասում, որ իրենք լուրջ հաշվարկ են կատարել այդ զոմբիացած խավի վրա, այսինքն այդ խավն է, որ իրենց պիտի է ծառայի։ Հիմա նայեք մի քանի ֆեյքեր կան Facebook-ում, Telegram-յան աղոքում, նույն մարդիկ են հիմնականում, բայց գիտենք բոլորս ուղղակիորեն առաջնորդվում են, այնքան ակնհայտ գրառումները, բառապաշարը օգտագործում են նույն այն անձի հետ, ով այդ մի կաթիլ մեղրը գցեց գետին սկզբում, եւ հիմա միանգամից այդ Facebook-յան եւ Telegram-յան ալիքների այդ ֆեյքերը դոգ են պաշտպանում, ժողովրդին կոչ են անում գնացեք, կանգնեք, համախմբվեք եւ պաշտպանեք դոգին։ Շատ հետաքրքիր այդպես դա պատահաբար զուգադիպություն չի, հստակ ես կարծում եմ ուղղակիորեն այս կապակցությունները տանում են մեզ այնտեղ, որ այս մարդիկ հստակ կերպով դոգի այդ զանգվածի վրային հաշիվ արեն։ Բայց ամեն դեպքում իրենց համար ձեռնտու չէ որ դոգի լիդերությամբ դոգին ասել ժողովրդին վեր փողոց կամ մեզ համար իմպիչմենտ պահանջի մեր տեխնացուին անի, դա շատ այդպես բացահայտ կլիներ։ Հետաբար այս փուլում ինչ պետք է լիներ, դոգը պիտի մտներ կալանքի տակ, իրեն պետք է մի տեսակ իրեն այդպես ասած մատնեին, հասցեն տային Միացյալ Նահանգների այդ մաքսային ծառայությունը գնար գտներ իրեն կալանավորել եւ հետո փորձեին իրանից որպես քաղ բանդարկյալ, այդպես քաղ հալածյալ սարքել եւ իր այդպես ասած բանտում լինելու կալանքի տակ Հայաստան
արտահանձնվելու այդ լույսի տակ փորձեին ժողովրդին այդպես ասած գեներացնել փողոցում, դոգի ժողովրդին բերել փողոց, ժողովուրդը պետք է ըմբոստացած գար փողոց, պահանջել դոգի ազատ արձակումը, բայց դե դոգը չէր գալու Հայաստան ղեկավարել, այդ խումբը մնալու էր առանց լիդերի եւ ահա այդ փուլում իրենք ստանձնելու են այդ խմբի լիդերությունը կամ մտածում են կստանձնեն լիդերությունը, կտանեն կանգնեցնեն ազգային ժողովի դիմաց ու դա կդառնա իրենց ճշմարտ լծակը այդ իշխանափոխության համար։ Բայց իրենց խաղի մեջ կարծում եմ մի տեղ սխալվել են վերջին օրերի այս զարգացումները, որ տեղի ունեցավ դոգի կալանավորությունից հետո ցույց տվեց, որ այդ դոմիացած հասարակություն հիմնականում չկա, այսինքն այդ կեղծ fake մի բան է եղել, որ իրենք ստեղծել են։ Այդ հասարակությունը հիմնականում սիրահարված է եղել դոգի հայոյանքներին, ոչ թե դոգի կերպարին։ Տեսնում ենք միշտ ժամանակ, որ դոգը ինքը ներկա է, լայվ է մտնում այդ Վարդան Ղուկասյան կոչեցյալը, հայոյում է հայոյանքների, վերջում է ասում, հիմա գնացեք այսինչներ ժողովուրդը դուրս են գալի գնում են։ Բայց երբ մտնում է կալանքի տակ, իր այդ լայվերը չկան, իր հայոյանքները չկան, մարդիկ թքած ունեն իր ճակատագրի վրա ինքը որտեղ է, ինչ է, ով է։ Իրենց համար դառնում է անկարևոր մեկ բան եւ տեսնում ենք, որ կալանքից հետո փորձեր են կատարում Երևանում այդպես ասած ցույց ձևավորի, տեսան չստացվեց, հիմա ժամանակից առաջ չնենք, բայց ես չեմ կարծում, որ այդ իրենց հաշվարկները ճիշտ է եղել։ Իդեպ այս ընթացքում, որպես այս մարդկանց փոխկապակցությունը ցույց տամ դոգի հետ, բարձ դառնաց այս համար, ուզում եմ նաև օրինակ բերել, ես ձեզ նմուշ բերել, որպես փաստ, սա էլ իմ համար փաստացարային, որ դոգը հիմնականում սրանց կողմից է ֆինանսավորվում եւ նախագիծ եւ պլան են մշակած եղել այս մարդի համար։ Ես երկու ուրեմն փաստարկ կբերեմ ձեզ։ Մեկը ուրեմն վերջին շրջանի սոցհարցումներ են, որ մի հայտնի հաստատության կողմից գելապանունով կատարվում են։ Բոլոր այդ հարցախույսների սոցհարցումների ժամանակ հետաքրքիր կերպով դոգի համար ապահովում են երկրորդ տեղը։ Ես չեմ կարծում մեր հասարակության մեջ մենք հավատացած կլինենք, որ եթե վաղ ընտրություն լինի, այսինքն դոգ կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցնելու, այսինքն այս ամեն ինչի մեջ։ Եթե իսկապես լինի, ես ամկես ասած կամաչեմ իմ հայ լինելուց, եթե այդպես լինի, բայց համոզված չեմ, որ այդպես է լինելու։ Այդ ցուցանիշերը, այդ տոկոսները, որ ապահովում են, նշված այդպես ասած նկարված թվեր են, հիմնականում ժողովուրդը այնպիսի տպավորություն ստեղծելու համար, որ այդ մարդը ունի բարձր ռեյտինգ, երկրորդ տեղն է զբաղեցնում, նաև ժողովրդի մոտ հասարակին հասկացնել, որ քաղաքական ուժ է, եթե հանկարծ գալիս են փողոց, դուք էլ գնացեք իրար կողքին կանգնեք, օգնեք իրան, սատարեք իրան, եւ շատ հետաքրքիր է, որ ասեմ, այդ ցուցանիշների բարձրացնելը իմ համար ապացույցներից մեկն է, որ այս մարդկանց փոխկապակցությունը ցույց է տալիս։ Իսկ նաև երկրորդ փաստը, որ ունեմ, շատ ավելի հեռուն է գնում իմ ուսումնասիրությունների արդյունքն է, որը սխալ տեղ չի տանում ինձ, դա ուղղակիորեն այն նախպլանն էր, որը մինչև դոգն էր նաև գոյություն ունեցել, ես սրա մասին մեկ անգամ խոսել եմ, մինչև պատերազմը նրանք ունեին մեկ այլ դոգ, այս թիմը, եւ դա Քրիստինա Հալաջյանը Միացյալ Նահանգներում նստած։ Նրա գործունեությունը միայն Միացյալ Նահանգներով չէր սահմանափակվում, թեև լայվերը ինչպես դոգը անում էր Միացյալ Նահանգներից, բայց դա խոշոր լսարան ուներ նաև Հայաստանում։ Եթե հիշեք, նրան էլ ապահովում էին, այդպես ասած, խոհանոցային տեղեկություններով, ինֆորմացիաներով այն ժամանակ քաղաքական լուրջ վերլուծություններ էր անում, եւ հիմնական լսարանը Հայաստանում էր գտնվում։ Եվ կարողացել էր մեծ զոմբիացած հասարակություն իր շուրջը հավաքել այն ժամանակ 100,000-ից ավելի դիտումներ էր ունենում։ Նրանք պատրաստել էին պատերազմի շրջանի համար, եւ տեսանք, երբ որ պատերազմը եղավ, իր դերակատարությունը ամենալավ կերպով կատարեց, թույլ չտվեց, որպեսզի ցույցերի միանգամից ստանձնեց այդ կոլոնիացիան անգներում ցույցերի լիդերությունը, մի տեսակ դարձավ Սփյուռքի, այդպես ասած, բողոքող հասարակության խորհրդանիշը, որը անիմաստ ցույցեր էր կազմակերպում, տանում ամեն անիմաստ տեղեր էր առաջնորդում ցույցերը։ Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ էի խոսում, որը իրեն ընկերակցել եմ ինչ-որ շարժման ժամանակ, շատ հստակ կերպով չբացեմ իմ ապակագծերը, քանի որ համաձայնությունը չունեմ այս կապակցությամբ, շատ հստակ կերպով ինքը ականատես է եղել, թե ինչպես են իրեն զանգում, ուղղորդում, ինչ պետք է անի Քրիստինա Հալաջյանին այդ ուրեմն ցույցերի ժամանակ, նույնիսկ Վաշինգտոն կատարած մեկ ցույցի ժամանակ ինքը կանխել է եւ թույլ չի տվել, որ կոնգրեսի առաջ ցույց տեղի ունենա հենց նույն դրսից իրեն կատարված ցուցումների արդյունքում։ Այդ ժամանակ այդ կնոջ դերակատարությունն էր այդտեղ ընդգծված եւ տեսանք պատերազմից հետո երբ սպառվեց իր օգտագործման ժամկետը, իրեն կողտրեցին եւ հետո հիմա ինքը գնաց հետո սկսեց դևեր հանելով ու այդպեսով իր լսարանը ապահովել։ Հիմա նայեք իր լայվերը հազիվ մի քանի հազար լայվ կարողանում է այդպես հավաքել, հիմնականում էլ այդպես քաղաքականության թեմաներով չի զբաղվում։ Նրանից հետո պատերազմից հետո արդեն հրապարակ պետեցի բերեցին այս հիմարին, որ ուներ հայերելու հնարավորություն, իհարկե իր հայրանքները բնականաբար այլ մակարդակի վրա էր,
Այն ժամանակ Քրիստինա Ալաջյանին Նիկոլին չէր հայոյում, բայց հիմա սրան թույլատրեցին նաև Նիկոլին հայոյել, քանի որ այդպիսով կարող էին նաև լսարան ապահովել, եւ ինֆորմացիաները շատ հստակ տեղից իրեն հասնում էր, վերջի շրջանում ինչ-որ բացահայտումներ եղան, եւ իր հիմնական առաքելությունը այդ լսարան ապահովելն է եղել, որպեսզի ցանկացած բանի կարողանա գործընթացները ձախողեցնել, մեկ Նիկոլին օգնել, որպեսզի Նիկոլը մնա իշխանության, մեկ ընդդիմության այդ մութ հատվածին, որը կուլիսներում կանգնած այս իշխանապողությունը ծրագրել են նրանց օգնել իրենց պլանները իրականացնելու համար, եւ հիմնականում եղել է նման մեկ զոմբիացած հասարակության իր շուրջ հավաքելը, որը մինչև այստեղ կարողացել էր, բայց հիմա մտածում են այդ վերջի փուլում օգտագործումը, չգիտեմ հիմա կկարողանան թե չէ, բայց ասում եմ այս պլանի գլխավոր մեկ բաժինը սա եղել։ Պատահական չի այս ամեն ինչի զուգադիպությունը։ Գիտեք, զուգադիպություն 1-2 կարելի է այդպես ասած ասել, որ դրանք պատահական զուգադիպություններ են, բայց եթե զուգադիպությունները ժամանակագրական կերպով շատ են լինում, արդեն դրանք սոցկ զուգադիպություններ չեն, այլ ես համոզված եմ, որ դրանք մեկ պլանի բաժինն են, ինչու օրինակի համար նախագահ Քոչարյանի հարցազրույցից հետո այդ հրապարակ նետվեց այդ ընդրություն նախագահ Քոչարյանին հարվածելու թեման, ու մոտավորապես հենց նույն ժամանակաշրջանում որոշում կայացվեց, որ դոգ հիմա պետք է քաղաքալացիալի կարգավիճակ իր համար ստանձնի, հասարակությանը փորձեն իր շուրջ հավաքել։ Մի հատ նայեք օրինակի համար այդ ֆեյքային հսկա համակարգը, որը գործում է այդ մարդու անունը նույնիսկ պահանջում եմ տալ դոգին տիրաժավորելու համար։ Ես ես վստահեցնում եմ, դա ինքը մի հոգով անձնապես չէր կարող այդ աշխատանքը իրականացնել, այդ ամբողջ հասարակությունը իր շուրջ հավաքել այդ զոմբիացած հասարակությունը միայն այդպես ասած պատահաբար մի քանի լայվերի արդյունքում չի։ Դրանց տիրաժավորվելու, տեսնում եք, Perfect TV-ների նույնիսկ նմանձայնային նմանություններով, նույն ոճով, ինչքանի YouTube-յան, Telegram-յան, Facebook-յան այդպես ակաունտներ կան, որոնք ամեն լայվից հետո հատված հանում են կարճ հատվածները, սկսում են խոշոր ձևով տիրաժավորել։ Սրանց հետևում կանգնած է հսկայական փող, սրանց հետևում կանգնած է հսկայական մասնագիտական աշխատանք, մի հսկայական թիմ, որը 1 կամ 2 հոգու աշխատանք չի, այսինքն դոգ ինքը Միացյալ Նահանգներում անօրինական ինգրանտի կարգավիճակով նստած, առանց որևէ հստակ եկամուտ ունենալու չէր կարող այս ամենը անել։ Թիկունքում ինչ-որ ուժ է կանգնած, որ ամեն ինչ արել է մինչև հիմա այս մարդուց կերտելու մի հատ այսպես ընդդիմադիր կերպար, բայց հիմա հասել է այդ մարդուն զոհելու, այդպես ասելու, գցելու ոտի տակ, գցելու աղբամանը եւ իր միջոցով աճեցված այդ հասարակությանը վերցնել եւ իրենց նպատակի համար օգտագործելը։ Մի բան եմ ուզում հիշեցնել կրկին որպես փաստ։ Վերջի լայվը որ ունեցավ Նարեկ Մալյանը Բերլինից, այնտեղ մի շատ հետաքրքիր բացահայտում կատարեց, իհարկե երկու բացահայտում կատարեց, առաջինի հետ ես խիստ համաձայն եմ իր հետ, այն բացառիկ դեպքերից ավելին իրեն հաստատում եմ, որ դա որոշակի ուժեր իշխանությունը տվել էին Նիկոլ Փաշինյանին, որ հետո իրենից հետ վերցնեին։ Սա ուղղակի իմ ասածը չի, Նարեկ Մալյանի ասածն է, պատասխանատվությունն իր հետ է։ Իհարկե ինքը հետո փորձեց թեման տանել դեպի մեկ այլ ուղղությամբ, Կարեն Կարապետյան ովքեր, բայց դե կանցնում այնքան ակնհայտ է, որ այդ մարդը որ եղել է, փաստ է եղել է դա, բայց դա անհատի մասին կարող ենք մեր ընդհանրությունը ամեն դեպքում մեզ ուրիշ ուղղությամբ է առաջնորդում։ Դա մեկ արձանագրում արեց, երկրորդը խոսեց այն մասին, որ ինքը թվականի չեմ հիշում, երբ շուրջ 12 ժամ Վովա Գասպարյանի տանը զրույց է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ այնտեղ նախագահ Սարգսյանն ասել է, որ հիմնականում սխալը որ թույլ է տրվել եւ հեղափոխության պատճառ է դարձել իշխանապողության ժողովրդային ընդվզման, Նիկոլի կալանավորումն է եղել 2018 թվականի ապրիլին, քանի որ այդ կալանավորման արդյունքում մի հատ սովորական ակցիա դարձավ ընդվզում ժողովրդային շարժում։ Նմանությունը չեք տեսնում հիմա ասենք դոգի այս սցենարի հետ, որ հիմա մշակվել է, ստեղծել քաղբանդարկյալ, մեկին այսպես ասած ուղարկել բանդ, Պոպեջյանին ստեղծել մի կերպար, որ քաղբանդարկյալ է, եւ հետո փորձել այդպես ասած իր շուրջ հարկված այդ զոմբիացած հասարակությունից ինչ-որ շարժում ձևավորել, տանել լսել ազգային ժողովի առաջ ինչ-որ նպատակով եւ ինչ-որ բաներ պարտադրել, այն դեպքում, երբ ասենք արդեն այդ պլանի առաջին փուլի արդյունքում բարձրացրել են իրենց պլանը մերժելու գինը, ասենք Հայաստան Դաշնքիաբար նախագահ Քոչարյանի համար եւ փորձեն այդպես ասած վարպետորեն մշակված այս պլանով հասնել իրենց նպատակին։ Կարծում եմ բավական սպառիչ բացատրեցի ամեն ինչ, հույսում եմ որ ինչ-որ բան տեղ չի մնացել կամ չեմ մոռացել ակնարկել, ամեն դեպքում սա իմ պատկերացումներն է։ Որպես քաղաքական վերլուծաբանով հերվից նայում եմ իրադարձություններին, հնարավոր է որ այս սցենարի մեջ անունների մեջ ինչ-որ փոփոխություններ լինի, բայց այս պլանը, որ մշակված է, այն փաստերը, որ ես տեսնում եմ այս շրջապատում, այն
փորձը, որ մենք ունեցել ենք այս 7 տարիների ընթացքում, ցանկացած իշխանափոխության ձախողման փորձը մեզ ցույց է տալիս, որ գիտեք, այս ամեն ինչի հետևում կանգնած է մի հատ հրեշավոր ուժ, որ ունի հսկայական ուժ, ունի գումար, ունի իր ներդրված մարդիկ անվտանգության ծառայությունների մեջ Հայաստանին, արդարադատության նախարարության մեջ, նույնիսկ դատարաններում ցանկացած պահի եթե ուզենա կարող է մեկի դեմ գործ հարուցել, ժողովրդին գեներացնել, մեկին տանել բանտ, հետո մյուս կողմից ասել գնացեք նրան դուրս բերելու համար հավաքեք։ Սա հրեշավոր ուժ է եւ սա մասին կարծում եմ պիտի բոլորս սկսենք խոսել եւ հասկանանք, որպեսզի չեզոքացվի։